Շնորհակալություն, պարոն Նազարյան, իմ կարծիքով ձեր ելույթն եմ ուզում շարունակել, որ ասում եք հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրն այլ ՊԵԿ-ի աշխատակիցը չի, որը $2000 կա շատ քա վերցնում, դե թե չբռնեն պարբերաբար վերցնի, ինքն էլ դղյակների տեր կդառնա։ Ես հասկացա, որ դուք պատկերավոր եք ասում, բայց էդ էլ վերջում դառնում է ձեր ասած եւ մեր ասած նույն դղյակների տերը, բայց համաձայն եմ ձեր ելույթի հետ եւ ուզում եմ նորից շարունակելով ձեր ելույթը ասել, որ հանրությանը իրոք հարցեր են հետաքրքրում եւ այդ հարցերը պատասխաններ չունեն։ Մենք անդադ քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեում չհամալրված լինելու քննիչներով չհամալրված լինելու հարցը, որը բերում է նաև օրինակ այս գործը 2018 թվականից մինչև այսօր քննվում է եւ որևէ քաղաքացու հետաքրքիր չէ քննիչները շատ են, քիչ են, ինչի են քիչ, այս մարդիկ եւ մենք բոլորս այդ հարցերի պատասխաններն ենք ուզում։ Ինչի են գործերը երկար քննվում։ Ես օբյեկտիվորեն հասկանալով, որ այո, կա չհամալրվածություն եւ այլ, բայց քաղաքացու տեսանկյունից նայելով ասում եմ, դե համալրեք։ Հետո ասում եք թալանվածը պիտի վերադարձնենք, ապօրինի գույքով պիտի բոլորը պատասխանատվության ենթարկվեն ապօրինի գույք ունենալու համար, հետո ասում եք դե փորձաքննությունները տարիներով են տևում, դե բանը քննիչների պակաս ունենք, օպերատիվ հետախուզական նոր ստորաբաժանումները նոր են, որ արդեն համալրվել են մարզային այնտեղ Շիրակի, Լոռի, Վայոց ձոր, մի խոսքով իմ կարծիքով ես գնահատում եմ եւ շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի եւ բոլոր աշխատակիցների կատարած աշխատանքի համար, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները բավականին ծանրաբեռնված աշխատում են եւ աշխատանքը նաեւ քանի որ կապված է մեծ գումարների հետ եւ այդտեղ նաև հաստատ բազմաթիվ ռիսկեր կան, շատ ռիսկեր կան, որոնք եւ գայթակղություններ կան, այսպես ասած, եւ մենք աշխատավարձերի համար ենք հոգացել եւ որ քննիչները կարողանան արժանապատիվ աշխատավարձ ստանան եւ աշխատեն։ Սակայն միևնույնն է, քաղաքացու եւ հանրությանը այդ բոլոր հարցերը շարունակում են հուզել, որ այն մեր բոլոր խոստումները, որոնք մենք տվել ենք 2018 թվականին, խոստումների շատ մասը դանդաղում են եւ դանդաղում են, չգիտեմ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Այդ մանումենտի առանձնատների հարցը մի տեսակ այսօր առանցքային դարձավ, սակայն մենակ դա չեն։ Բազմաթիվ նմանատիպ խնդիրներ կան, որոնք այսպես տարիներով գնում են եւ այնպիսի տպավորություն է ստացվում, որ գործերը դանդաղում են, որ մինչև հələ անընդհատ այս բանը լինի, էլի, հələ տեսնենք այս ընտրություններին ինչ կլինի։ Գուցե վատ բան եմ ասում, բայց ես խոսում եմ այն, ինչ խոսում են քաղաքացիները եւ փորձում եմ ձեզ փոխանցել քաղաքացիների մտահոգությունները։ Սա էր իմ ելույթը, շնորհակալություն։